կատարենք, շնորհակալություն։ Շատ լավ։ Ես Պարոն Թորոսյան, խնդրում։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, շնորհակալություն, որ դիտարկել եք առաջարկս։ Մի խնդրանք ունեմ այդ մասով, նախ ինչ եմ արել, որտեվ այս թղթաբանությանը ի վերջո մենք մի օր պետքա վերջ տանք։ Ամեն ինչ մատյան, թուղթ, ամբուլատոր քարտ, երբեմն էլ երկուսն իրար հետ։ Հիմա ես ձեզ ինչ եմ խնդրում, էլի, երբ որ ես նախնական ձևակերպում էի տվել առաջարկից, երբ որ վերջնական ձևակերպումը կգտնենք, ու նույնիսկ ուժի մեջ մտնելու ժամկետները մի քիչ ավելի կհետաձգենք, այնպես անենք, որ երկու գործ չանեն։ Այսպես չստացվի, որ ես էլեկտրոնային եմ առաջարկում, դուք միևնույնն է թուղթը պահում եք, էլեկտրոնայինն էլ ավելացնում եք, հաշվի առնելով, որ նաև պարոն Մանուկյանի ասած դեպքը, որ գործը շատ կարող է լինել եւ այլն։ Այս մեկ, երկրորդը մի հարցի եմ ուզում անդրադառնանք, որը կարծես թե բաց է մնում։ Մեր սահմանադրությամբ եւ օրենքներով այնուամենայնիվ բժշկական միջամտություն կամ զննություն կարող է արվել, եթե մարդը տալիս է իր համաձայնությունը։ Եթե այնուամենայնիվ ձերբակալվածը կամ կալանավորված ասում է պետք չի ինձ զննել, ես նորմալ եմ։ Մենք իրավունք ունենք իրան պարտադրաբար զննելու։ Ինձ թվում է ոչ։ Այդ մասին էլ պետք է անդրադառնանք, որտեվ իրոք կարող է չի ուզում, որտեվ դա արտաքին զննություն է ենթադրում, շորեր հանել է ենթադրում եւ այլն եւ այլն։ Ասում են ինձ ոչ մեկ չի կպ, ես լավ եմ, խնդրում եմ ինձ հանգիստ թողեք, նստեմ իմ, չգիտեմ, 3 օրը կամ ինչքան որ ինձ հասնում է։ Այդ մասն էլ է պետք է անդրադառնալ, այդ էլ կարա դառնա հետո միեդի գործ եւ այլն, որտեվ դա մարդու արժանապատվությանն է կպնում ու այդպես շարունակ ու մի հարց եմ ուզում տալ թեև միգուցե սա ձեր գործը չի, բայց առիթ օգտագործելով էլի, արդյոք ժամանակը չի մի քիչ վերանայելու այս կալանավայրերում կարանտին հասկացությունը։ Իսկն կարանտինը մտել է մի 100 տարի առաջ, երբ որ մարդիկ ամեն օր ինֆեկցիոն հիվանդություններից մահանում էին, իսկ հիմա այդպիսի վիճակ չի, բազմաթիվ հիվանդություններ վերացել են, բարեբախտաբար եղածներն էլ հնարավորինս արագ բուժում են։ Ինչ ենք մենք մարդկանց այդ մի քանի օրը այդ ավելի անմարդկային պայմաններում պահում, երբեմն այդ կարանտինայի խցերում էլ տեղ չի լինում, բոլորը փորձում են նույնիսկ չգիտեմ, ծանոթ են մեջ գցում, որ շուտ դուրս գան գնալ իրանց հիմնական բանում շարունակեն իրանց կամ պատժի կրումը կամ կալանքը։ Նորից եմ կրկնում, սա ենթադրում եմ ՆԳՆ-ի գործը չի, բայց քանի որ դուք եք բերել առիթա սրա մասին խոսելու, սա մի քիչ ավելի մեծ ռեֆորմա, բայց կարծում եմ ժամանակն է այդպես 100 տարվա կլիշեներից ու ստերեոտիպերից ազատվելու։ Այսինքն ես չգիտեմ մյուս երկրներում օրինակ այդ կարանտինը կամ այդ կարանտինը այդքան վատ բան է, կամ այդքան վատ բան է այդ կարանտինը, որ տենց ոնց որ մի հատ շատ ենք ճնշում, հետո տենց թեթև ենք շարունակում ճնշել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, սկսեմ վերջի հարցից, ինչպես դուք ճիշտ նշեցիք, դա մեր գործունեության տիրույթը չի, արդարադատության նախարարության ուրեմն լիազորությունների շրջանակում է, կարծում եմ գործընկերների հետ կարող ենք քննարկել, ուղղակի հաշվի առնելով, որ օրենքը ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենք է եւ ընդհանուր ուրեմն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրման մասով ընդհանրական մոտեցումներ ենք ներկայացրել, դա առնչվում է անազատության վայրերին, ինչպես ձերբակալվածների պահման վայրերին, այնպես էլ ուրեմն կալանավայրերին, այդ ձեր բարձրացրած թեման այլ է, կարող ենք առանձին քննարկել անշուշտ։ Հիմա վերադառնալով ձեր բարձրացրած առաջին եւ երկրորդ հարցերին, առաջինը թղթաբանության հետ կապված հարցը, պարոն Թորոսյան, այդտեղ մենակ մի դեպք է մնում, կարող ենք էլի առաջինից երկրորդ քննարկել, որ անձին եւս պարտադիր պետք է տրվի այդ արձանագրության մի օրինակը։ Իսկ տվյալ դեպքում մենք չենք կարող ենթադրել, որ ինքը ձերբակալվածների պահման վայրում, ասենք իր մոտ ունենա սմարթֆոն կամ չունենա սմարթֆոն, տպվում է եւ տալիս է, ոնց որ հիմա բժշկական թղթերը տպվում եւ տալիս է։ Տպել եւ տալ, այս մի դեպքը, հա, չէ, բայց էլեկտրոնայինը ի սկզբանե լրացում տպվում տալիս է մարդու, երբ ուզես կարաս նորից տպես, չի կորի, չի վերանա, չեն կարող կեղծել եւ այլն եւ այլն։ Դա կարող ենք քննարկել ու զուտ այդ դեպքը մտքիս եկա, որ անձին տալու պահանջ կա, դրա համար կարող է այդ պահին տպելու հարցը լինել։ Եվ երկրորդը ինչ որ վերաբերում է պարտադիր զննելու դեպքերին, պարոն Թորոսյան, այստեղ արձանագրված են այն դեպքերը, երբ որ կազմվում է այդ արձանագրությունը։ Խոսքը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի արձանագրության մասին է եւ այդ դեպքերը
զնվելու են բոլորը, բայց արձանագրությունը կազմվում է միայն այդ դեպքերում։ Հիմա եթե անձը հրաժարվում է զնվելու, կֆիքսվի, որ անձը հրաժարվում է զննությունից, այստեղ որևէ բան չկա եւ ուրեմն զննություն տեղի չունենա։ Ուղղակի այս դեպքերը են դեպքերն են, երբ որ անձը կամ ուրեմն վարչակազմի աշխատակիցը կամ բժիշկը նկատում են ենթադրելի այնպիսի երևույթներ, որոնք կարող է հասցված լինեն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի արդյունքում նոր կազմվում է այդ արձանագրությունը։ Պարոն Քոչարյան, միգուցե իրոք էս ձեր հանձնաժողովի տիրույթում չի քրեակատարողական ծառայությունը, միգուցե պետաիրավականમાં, բայց քանի որ խոսում ենք մի բան էլ էլի, ասեմ, նախ շատ կարևոր է, որ այս խոշտանգումների դեմ պայքարի գործիքակազմը ավելացնում ենք, ես ինքս խոսել եմ անցյալ տարի էլ մի քանի կոնկրետ դեպքերի մասին քննչական մարմինների կողմից խոշտանգումների եւ մենք չպետք է վախենանք դրա մասին բարձրաձայն խոսել, որտեղ որևէ խոշտանգման դեպք մեր երկրում չպետք է լինի եւ դա անթույլատրելի պետք է լինի, բայց նաեւ արդյունքը օգտագործելով ես առաջարկում եմ նաեւ հետաքրքրված մեր падգամավորներին, ով որ մեզ նաեւ կլսի, զբաղվել նաեւ կալանավորված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ, որտեղ այնտեղ է լուրջ խնդիրներ ունենք, օրինակ ես ուզում եմ ասել, որ ես վերջերս մի շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, որին ես անձամ տեղյակ եմ, որովհետև գործընկերոջ երեխայի մասին է խոսքը եղել, 20 տարեկան կալանավորը մահացել քրեակատարողական ծառայության հիվանդանոցում, մահվան դիագնոզն եղել է պոլիօրգանային անբավարարություն, դա մոտավորապես նշանակում է, որ այդ երեխուն ըստ էության 20 տարեկան ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել ու ինքը պարզապես պառկած մահացել է։ Սա շատ կարևոր թեմա է, գիտեմ, որ մարդու իրավունքների պաշտպանն էլ է անդրադարձել, բայց մենք պետքա խոսալուց բացի նաև ինչ-որ բան անենք այնտեղ, որտեղ այս վիճակը անկախ նրանից այդ մարդիկ դատապարտված են, կալանավորված են, նրանք մեր քաղաքացիներ, մեր պաշտպանության ներքո պետքա լինեն։ Այս է ուզում ասել, շնորհակալություն։ Ձեր այդ հնչեցրած հարցով երեք ես էլ եմ զբաղվել, պարոն Թորոսյան, եւ ես կարծում եմ, անկախ նրանից մեր հանձնաժողովի վերահսկողության միջավայրում է թե չէ, այդ խնդիրները մենք բոլորս պարտավոր ենք ոչ միայն հնչեցնենք, այլ հետեւականորեն դրանց լուծման մասին խոսենք եւ դա շատ կարեւոր է։ Շատ լավ հարցերը սպառվեցին հիմնական զեկուցողին։